Գործարար, իրավաբան, ՊԵԿ նախկին փոխնախագահ Արմեն Սաքապետոյանը ահազանգում է, իր եւ ընտանիքի անդամների բանկային գաղտնիք հանդիսացող տվյալները ապօրինի կերպով հայտնվել են իրավապահ մարմինների ձեռքում։ Դեռ 2024 թվականին իր դեմ հարուցված ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակում փաստաթղթեր է ստացել, որոնց մեջ եղել է տեղեկատվություն իր եւ ընտանիքի անդամների բանկային ամբողջ շարժի վերաբերյալ։ Իհարկե այդ ժամանակ մտածեցի, որ սրանք ձեռք են բերվել օրինական ճանապարհով, բայց հետագայում բոլոր հարցումները, բոլոր իրավական գործընթացները ցույց տվեցին, որ այս տվյալների ձեռքբերման հիմքում դրված չէ որևէ իրավական հիմք։ Ըստ Սաքապետոյանի օպերատիվ մարմինը կարող է դիմել դատարան եւ դատարանի որոշմամբ ստանալ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, բայց միայն այն դեպքերում, երբ առկա է քրեական գործ, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության հատկանիշներով, ինչը իր կամ իր ընտանիքի անդամների դեպքում բացակայում է։ Առանց դատարանի որոշման մինչդեռ արտահոսել են 2006-ից 21 թվականների հայաստանյան բանկերի իր հաշիվների բոլոր շարժերը։ Մոտ 26,000 տվյալի մասին է խոսքը։ Հիմա այս ժամանակահատվածում ես ունեցել եմ մոտավորապես 8-ից 10 բանկերում հաշիվներ տարբեր ժամանակաշրջաններում։ Այսինքն տարբեր արժույթներով, դոլարով, դրամով, եվրոյով, այս ամբողջությունը դա հասանելի է դարձել ոստիկանության աշխատակցին։ Նույնը կնոջս մասով, նույնը եղբորս մասով, անգամ հորեղբորս տղայի մասով հստակ ավելի տվյալ է, ոչ թե ինչ-որ ժամանակահատվածին վերաբերող, թե ինքը ինչքան է ինչ-որ ժամանակահատվածում, կոնկրետ 13-ից 16 թվականում իրականացրել արտարժույթի փոխանակում։ Ինչպես է այս ամբողջ տեղեկատվությունը հայտնվել ոստիկանության մոտ։ Արմեն Սաքապետոյանը վստահ է, որ անօրինական ճանապարհով նա դիմել է քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեներ, սակայն ապարդյուն։ Քննչական կոմիտեից Նյուզեեմին հայտնեցին, որ ստացված հաղորդման առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ նկարագրված դեպքին հնարավոր չէ տալ նախնական իրավական գնահատական։ Հենց այսօր մենք ունենք դատական նիստ, ու նույն դատախազությունը պնդում է, որ պետք չի գնալ օպերատիվ գործի մեկնարկից նախորդող ժամանակահատվածում ոստիկանությունում տեղի ունեցած փաստերը բացահայտելու։ Երկու պարզ պատճառով, մեկը դա իրենց պետք չի, եւ երկրորդը մենք օրենքում ունենք մի անտրամաբանական կարգավորում, որը ասում է, որ ուսումնասիրությունը սկսելու նախորդող ժամանակահատվածին վերաբերող ցանկացած տեղեկատվություն կարող է ստանալ այն դեպքում, երբ որ գործը կավարտվի։ Ժողովրդական խոսքով ասած գնա մեռի արի սիրեմն է։ Արմեն Սաքապետոյանը մերժումներով չի բավարարվել ու բողոքարկել է իրավապահ մարմինների որոշումները, նա փորձել է նաև բանկերից պարզել, թե ինչպես է տեղի ունեցել տվյալների արտահոսքը։ Վստահեցրել են, որ ոչ մի արտահոսք տեղի չի ունեցել, սակայն Սաքապետոյանը իր աղբյուրների միջոցով ճշտել է, այդ տվյալները բանկերից պահանջել է Կենտրոնական բանկը։ Մինչդեռ ասում է, նման բան կարող էր տեղի ունենալ միայն, եթե իրեն կասկածեին փողերի լվացման մեջ, բայց իր տեղեկություններով նման վարույթ չի եղել։ Գործարարը Կենտրոնական բանկից պաշտոնական պարզաբանում է պահանջում տեղի ունեցածի վերաբերյալ։ Արդեն 23 օր է անցել, բայց գլխավոր դրամատնից դեռևս պատասխան չի ստացել։ Նյուզեեմը եւս փորձեց մեկնաբանություն ստանալ Կենտրոնական բանկից։ Մեզ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Փաստը հետեւյալն է. կա կողմ, որը որ հերքում է նմանատիպ ապօրինությունը։ Լավ, դա բանկերն են, Կենտրոնական բանկն է, քննչական մարմիններն են, դատախազությունն են, ոստիկանությունը։ Եվ ունենք փաստ ոստիկանության կողմից դատախազության ուղղված գրություն, որի մեջ հստակ արտացոլված է մեր ողջ կյանքի բանկային պատմությունը։ Հիմա ով ինչքան հերքի, պետքա պատասխանել մի հարցի, ինչպես դա հայտնվեց ոստիկանության աշխատակցի ձեռքում։ Եթե չունենք մենք այդ հարցի պատասխանը, ապա կարող եմ sense մեկնաբանել, որ բոլորի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են հայտնվել նույն ոստիկանության կամ մեկ այլ ոստիկանության աշխատակցի ձեռքում, ուղղակի իրանք դեռևս չգիտեն դրա մասին։ Հակակոռուպցիոն դատարանում քննվող ապօրինի գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ ՊԵԿ նախկին փոխնախագահն առայժմ մեկնաբանություն անել չի ցանկանում, սակայն նշում է, որ լիովին գիտակցում է, ժամանակին զբաղեցրել է հանրային պաշտոն եւ այդ տեսանկյունից հաշվետու է։ Ես բացառություն չեմ եւ չեմ կարող լինել եւ չեմ դժգոհում, որ իրականացվում է նման վարույթ։ Իմ խնդիրը այդ վարույթի ընթացքում օրենքի պահպանումն է եւ օրինականության իրականացումը։
Սաքապետոյանն ասում է, անհրաժեշտության դեպքում դիմելու է անգամ միջազգային կառույցների։ Ես միանշանակ չեմ համակերպելու այն փաստի հետ, որ այս հարցով իրականացվի ծածկատմփոց։